Շնորհակալություն։ Ես հասկանում եմ, որ բոլորը անհամբեր սպասում են, որ արտահերթ նիստը ավարտվի, քվեարկեն գնան իրենց գործերով, բայց կարևոր հարցեր է, որոնց վերաբերյալ մենք չենք կարող մեր դիրքորոշումը չներկայացնել, հատկապես որ ես կարծում եմ падգամավորի գործունեության հիմնական վայրը դա ազգային ժողովն է։ Երեկոյան, երբ որ դահլիճում մնացել էր ընդամենը 9 падգամավոր նախագահողն էլ հետը 10, մենք շատ կարևոր հարց էինք քննարկում պետվիճակագրական ծառայության աշխատանքային գործունեության եռամյա ծրագիրը եւ կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր բացահայտում արվեց, որ աղքատությունը դա հարաբերական հասկացություն է եւ նայած թե ինչ գործիքներով ենք չափում աղքատությունը։ Պարզվում է, եթե չափում ենք այս օրերին Վաշինգտոնից ժամանած մեր հյուրերի ներկայացրած գործիքով, ապա Հայաստանում աղքատ բնակչություն չկա։ Մենք բոլորս հարուստ ենք։ Եթե չափում ենք մեկ այլ գործիքով, ապա պարզվում է Հայաստանի բնակչության 90%-ը աղքատ է։ Ես կարծում եմ կներեք պարոն Մնացականյան, մեծագույն հարգանք ունենալով ձեր անձի հանդեպ որպես կիրթ անձնավորություն, եւ սա ի վերջո քաղաքական ամբիոն է, եւ ես համաձայն եմ իմ գործընկերոջ հետ, եթե ծրագիրը հաստատում ենք մենք բնականաբար քաղաքական հարցադրումներ պիտի հնչեն, իհարկե Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը դեռևս որևէ մեկը կասկածի տակ չի արել, չնայած նման փորձեր եղել են, բայց ես կարծում եմ, որ աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը պետք է չափել մեկ գործիքով, հայաստանյան արկա իրականության գործիքով, եւ երբ որ մենք ահա այդ գործիքով ենք անդրադառնում Էյնշտեյնի հարաբերականության տեսությանը, հասկանում ենք, որ շատ զարմանալի է, երբ որ բնակչության կենսամակարդակը գնալով վատանում է, իսկ աղքատության ցուցիչը, չգիտես ինչի, անցած տարվա համեմատ բարելավում է։ Ես շատ կցանկանամ, պարոն Մնացականյան, ձեզանից շատ ավելի կոնկրետ բացատրություններ ստանալ այս խնդիրների վերաբերյալ, աղքատությունը մեծանում է, գործազրկությունը մեծանում է, արտագաղթը մեծանում է, բայց բոլոր այդ երևույթների ցուցիչները, չգիտես ինչի, բարելավում են։ Ես շատ կարևորում եմ ձեր նշած տնային տնտեսուհիների եւ տնային տնտեսությունների վարած օրագրերը, որոնց հիման վրա դուք երևի ձեր տեղեկատվությունը քաղում եք, բայց ես կրկնում եմ, կա ռեալ իրականություն, որի հետ պետք է հաշվի նստել։ Ռեալ իրականությունը այն է, ինչ որ մենք տեսնում ենք, այո, եւ ես շատ կցանկանայի, որ բացի գիտական վերլուծություններից եւ տնային տնտեսությունների օրագրերը հաշվառելուց, այստեղ այս քաղաքական ամբիոնից ներկայացնեին տրեին հստակ պատասխաններ, հստակ հարցադրումների վերաբերյալ ինչու է աղքատությունը մեծանում, գործազրկությունը մեծանում, արտագաղթը մեծանում եւ ինչ պիտի անել ռեալ կոնկրետ, ոչ թե իլյուզիվ ուրեմն հայտարարություններ այս ամենը կանխելու համար։ Միգուցե դա ձեր գործառույթների տիրույթում չէ, բայց սա քաղաքական ամբիոն է եւ մենք ակնկալում ենք հնչած քաղաքական հարցադրումներին կոնկրետ պատասխաններ, այլ ոչ թե հղումներ վիճակագրական տեղեկատվական գրքին, որը ինչպես դուք ասեցիք, ձեր փոխարեն պիտի կանգնած լիներ այստեղ եւ տնային տնտեսությունների օրագրերին։ Շնորհակալ եմ։